Մենք Ֆրանսիայից ենք, Փարիզից ու առաջին անգամն է, որ 24 ապրիլին Երևան ենք, ուրեմն կարևոր է մեզ համար ստեղ լինել։ Ես ես արդեն 50 տարի ամեն նույն օրը գալիս եմ։ Մշտական հույսերը, որ միշտ ունենք խաղաղություն, լինի հասկացողություն եւ եթե հնարավոր անգլերեն բառեր օգտագործել, recognition-ը լինի։ Առաջինը ուզում եմ երբեք չմոռանանք մեր ապուպապերին։ Խոսքա գնում պատմական արդարության մասին, միջազգային ճանաչման մասին։ Դու կարծում եք, որ Հայաստանը պիտի փակի այդ էջը, թե պիտի շարունակի պահանջել։ Վարչապետն ասում է, այդ երկուսը իրար հետ Դե գիտեք ինչ, դա մի քիչ դժվար հարց է, շատ դժվար հարց է, բայց հիմա ես չեմ կարող կոնկրետ ասեմ, կարող է թե չի կարող։ Արդարություն պահանջելն էլ իր մեջ ներառում է նաև ընկերություն ունենալ ուրիշ երկրների հետ։ Իսկ այս իշխանության մասին ընդհանրապես խոսել չեմ ուզում։ Այո, դե ճանաչեցին, ինչ օգուտ տվեց մեզ։ Սկան ճանաչեցին ինչ։ Այսօր Թուրքիան հզոր է։ Եկեք պայմանավորվենք, ես իմ հորտունը չեմ մոռանա ոչ մի անգամ, այտենց է փոխանցեք վարչապետին։ Կարծում եմ կարևոր է հիշել, որտեվ մանավանդ որ մենք այսինքն Հայաստան չենք ապրում, կարևոր է մեզ համար հիշել պատմությունը, անշուշտ պետք է արաջանալ, բայց հիշենք։ Իհարկե հիշելը պահանջել։ ըստ ձեզ հնարավոր է Մենք շատ վատ ենք պահանջում, ճիշտն ասած, մինչև հիմա շատ վատ ենք պահանջել։ Ընդհանրապես չենք պահանջել, կարելի ասել։